Շարունակվում է մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք խոսել երաժշտությունից, սպասվող երաժշտական իրադարձությունից։ Դեկտեմբերի 4-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա օպերա գալա համերգ, Վարդան Խաչատրյան եւ ընկերներ, ու այս համերգի մասին բոլոր մանրամասները կներկայացնի մեր հյուրը։ Մեր հյուրն է այսօր Վարդան Խաչատրյանը, բարիտոն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում։ Շնորհակալ ենք։ Եվ այսպես Վարդան, ինչպես ծնվեց այդ գաղափարը Վարդան Խաչատրյան եւ ընկերներ գալա համերգը կազմակերպելու, որը տեղի ունենալու դեկտեմբերի 4-ին, մի փոքր կպատմեք։ Անկեղծ ասած, համերգային գործունեությունը արդեն մոտ 2 տարի է ինչ սկսել եմ, որովհետեւ կարծում եմ դա յուրաքանչյուր ուսանողի համար պարտադիր անբաժան մաս է ուսանողության տարիների համար, որովհետեւ ինչ դու ձեռք ես բերում համերգի ընթացքում պրակտիկ առումով դա շատ մեծ բան է տալիս քեզ, իբրև կատարող, իբրև երգիչ, այդ պատճառով ես սկսեցի համերգներ կազմակերպել, մենահամերգներ այս դեպքում, եւ ամեն անգամ նոր ծրագրով ելույթ ունենալ եւ ավելի ամրապնդվել։ Իսկ դեկտեմբերի 4-ի համերգը հերթականն է, այս անգամ որոշեցի իմ ընկերների հետ միանալ համերգին եւ ներկայացնել դասական երաժշտություն նորից, այս անգամ լինելու է ծրագրում օպերային արիաներ, համեմված իհարկե իտալական եւ պոլիտանական չքնաղ երաժշտությամբ, երգերով, այդպես։ Ֆանտաստիկ երեկո է սպասվում հանդիսատեսին այդ օրը։ Խոսենք նաեւ ընկերների մասին, ովքեր են լինելու ձեզ հետ բեմում։ Ինձ հետ բեմում լինելու են Ալբերտ Տիգրանյան, տենոր, եւ Մերին Մարտիրոսյան, սոպրանո։ Մենք կկատարենք դուետներ, օպերային հատվածներ, կարող եմ շակերտները բացել, Ալբերտի հետ կկատարենք Վերդի, Դոն Կարլոս օպերայից, Դոն Կարլոյի եւ Ռոդրիգոյի Մահվան տեսարանը, Ալբերտը ինձ կօգնի, եւ Մերի հետ Սևիլյան Սափրիչ օպերայից, Ռոզինա եւ Ֆիգարոյի զուգերքը։ Հիանալի է, իսկապես հիանալի երեկո է սպասվում դեկտեմբերի 4-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում, բայց առաջարկում ենք բացի այս համերգից, քանի ունենք հնարավորություն, մի քիչ էլ պատմեք նախորդող մրցույթների, փառատոնների մասին, գիտենք, որ այս տարի 25 թվականի մայիսին Թուրքմենստանում եք եղել։ Այո։ Ինչպիսին էր տպավորությունները, առհասարակ ինչ հրավերով եք դուք այնտեղ գտնվում։ Նախ ասեմ, որ համագործակցությունը Բաբաջանյան համերգասրահի հետ արդեն 2 տարի կլինի, ինչ համագործակցում եմ եւ դրա համար շատ շնորհակալ եմ իրենց ամբողջ անձնակազմին, տնօրինությանը, պատրաստական միշտ աջակցում են եւ մենահամերգներս այնտեղ կարողանում եմ կազմակերպել։ Եվ մայիսին ես մի քանի օր առաջ թռիչքից զանգ եմ ստանում, որ արդյոք հարմար կլինի քեզ Թուրքմենստանում ներկայացնել Հայաստանը, այնտեղ տեղի ունեցավ մի քանի երկրների ֆեստիվալ, ամեն մեկը ներկայացնում էր իր երկիրը, ես Հայաստանն էի ներկայացնում, որի համար անչափ շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը եղավ, այնտեղ իրենց ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մենք ելույթ ունեցանք, հրաշալի դահլիճ, ընդունելությունը հրաշալի, մոտ 2 համերգ մենք ունեցանք այնտեղ, մի օր էլ կոնսերվատորիայում իրենց ելույթ ունեցա, այդպես շատ անմոռանալի հիշողություններ ունեմ այնտեղի հետ կապված, 5 օր է ինչ այնտեղ եմ եղել, բայց հիանալի էր ամեն բան։ Վարդան, խոսենք մի փոքր ձեր ուսանողական տարիների մասին, ինձ հետաքրքիր է օրինակ ինչ ազդեցություն է ունեցել ձեզ վրա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի հետ ուսուցումը։ Ես կոնսերվատորիայում հիմա մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող եմ եւ 4 տարի կլինի ինչ աշխատում եմ արդեն Կոնստանտին Սիմոնյանի հետ իր դասարանում, մինչ այդ իմ վարպետներ դպրոցից սկսված Միքայել Հովակիմյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բաս, ցավոք նա մահացավ եւ իրենց հետո արդեն պիտի ես դասարանը ստիպված փոխեի եւ ընտրեցի Կոնստանտին Սիմոնյանի դասարանը, ով մեր օպերային թատրոնի կարևորագույն արտիստներից մեկն էր եւ բարիտոն։ Իմ երգչաձայնը նույնպես բարիտոն է եւ իրենց անչափ
մեծ ինֆորմացիա եմ ես ստանում կերպարի հետ կապված, շատ ուրախ եմ, որ իր դասարանում եմ ես սովորում։ Բայց դուք նաև վարպետության դասեր եք ստանում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից, այս փորձի փոխանակումը ինչ փորձառություն է ձեզ համար։ Մայստրո Բարսեղ Թումանյանի հետ աշխատանքը մեծ պատիվ է, յուրաքանչյուր սկսնակ եւ ինչու՞ չէ առհասարակ երգչի համար իր հետ աշխատանքը շատ մեծ պատիվ է, անverջ կարելի է իրենից սովորել եւ ես հպարտ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ վարպետաց դասեր վերցնել իրենից, շփվել իր հետ, որովհետեւ մենակ տեխնիկական ինչ-որ հնարքներ, վարժություններ չեմ սովորում, այլ սովորում եմ թե ինչպես պիտի լինի երգիչը, ինչ ապրելակերպ պիտի ունենա։ Այդ առումով շատ ուրախ եմ, շնորհակալ եմ իրեն։ Խոսենք նաև ընտրության մասին։ Ինչպես եւ երբ եղավ ընտրությունը, որ որոշեցիք ձեր կյանքը կապել երգարվեստի հետ, որովհետեւ բառի ամենաուղիղ իմաստով է։ Սա միայն մասնագիտություն չէ, դուք էլ նշեցիք ապրելակերպ է եւ հստակ որոշում։ Իմ ենթագիտակցությունը ինչ աշխատում է, գիտակցական տարիքս երբ որ եկավ, ես հիշում եմ, որ անընդհատ իմ ծնողներին տատիկիս, պապիկիս անընդհատ ասում էի, որ ինձ տանեն օպերային թատրոն, բայց ինձ համար շատ զարմանալի է, թե որտեղից ես գիտեմ օպերա հասկացողության մասին, որովհետև երբևիցե ես չեմ եղել օպերային թատրոնում, անգամ հեռուստատեսությամբ ոչ մի ինչ-որ ինֆորմացիա ես չեմ ստացել օպերային թատրոնի, օպերային արվեստի հետ կապված։ Իսկ ինչպես ես ընտրեցի օպերային արվեստը, նշեմ, որ ի սկզբանե ես երգեցողությունը չեմ ուզեցել, որ լինի իմ կյանքում, այլ թատրոնը։ Ինձ համար շատ կարևոր էր թատրոնը, բեմը, կուլիսները, ներկայացումը։ Միայն կանգնել բեմում եւ ստատիկ երգել, այդքան էլ ինձ չէր հետաքրքրում։ Այո։ Օպերային արվեստը այդ պատճառով ես շատ սիրում եմ, ներկայացումը, բեմը, թատերական, երաժշտական թատրոնը, այդպես ես ընտրեցի, ուրիշ տարբերակ կարծում եմ չէր կարող լինել, որովհետև ես շատ եմ սիրում։ Եվ այդ ճանապարհը իհարկե շատ դժվարություններով լի, բայց բերեց այնտեղ, որ դուք հիմա կազմակերպում եք նաև մենահամերգներ, ելույթ եք ունենում թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս եւ հաջորդ հնարավորությունը հանդիսատեսի, որ կարող են վայելել համերգ, օպերա գալա համերգը Վարդան Խաչատրյան եւ ընկերներ խորագիրը կրող, դա դեկտեմբերի 4-ն է Առնո Բաբաջանյան համերգասրահ, կարող եք ձեռք բերել տոմսերը եւ բաց չթողնել այս հիանալի հնարավորությունը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ, ելի հեռուստադիտողներ։